Մի շատ հետաքրքիր ուրեմն գիտափորձ են արել ամերիկյան Ստենֆորդի համալսարանի բժշկագիտության համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրելով ուրեմն եվրոպական, ասիական մի շարք ցեղերի գեներ, եկել են այն եզրակացության, որ քաղաքակրթությունը ոչ թե տարածվել է ալիք-ալիք, ինչպես նախկինում ընդունված էր, այսինքն մի հարևանը վերցրել է մյուսից, փոխանցել մյուսին, այլ որ քաղաքակրթություն ստեղծողները իրենք են, իրենց գիտությունը իրենք տարածել են շրջակա միջավայրում, անընդհատ շարժվելով առաջ։ Եվ այդպիսի ուրեմն կենտրոն, որպես քաղաքակրթության կենտրոն, հայկական լեռնաշխարհը, եթե վերցնում ենք որպես հայկական լեռնաշխարհը եւ որպես այդ քաղաքակրթության ծնող ազգ վերցնում ենք հայ ազգը, ապա մենք տեսնում ենք որոշակի բարարմատների քննության օրինակի վրա մենք տեսնում ենք այն հիմնավորումները, որ իսկապես դա տեղի է ունեցել այդպես։ Ասենք կոնկրետ մի օրինակ, վերցնենք օրինակներ տարբեր ասպարեզներից, ասենք վերցնենք անասնապահությունը, ասենք տուար բառը հայերեն, տավար, խոշոր եղջերավոր անասուն։ Այս բառը տարածվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներում, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս, բոլոր լեզուներում փոխառություն է հայերենից։ Ընդ որում այդ բառը զարգացել է հասել մինչև օրինակ ռուսերեն տավար բառին, տովար, ապրանք, որպես ապրանք։ Ընդ որում խոշոր եղջերավոր անասուններին հայերը մինչև հիմա էլ հենց ապրանք էլ կոչում են։ Ասենք նույն օրինակն անասնապահության ասպարեզից էշը, էշ բառի գոյությունը։ Էշը հնագույն հետքերը հայկական լեռնաշխարհում հայտնի են 6-7-րդ հազարամյակից եւ էշ բառը նույնպես այդ նույն տարածաշրջանում նորից Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս բոլոր լեզուներում փոխառություն է հայերենից։ Ընդ որում նույնիսկ շատ լեզուներում ձին կոչվում է հայերեն էշի, էշ բառի միջոցով, օրինակ ինչպես ասենք հնդիկների մոտ աշվիններ օրինակ իրենց աշվա բառը, որ նշանակում է ձի, հենց գալիս է մեր էշ բառից կամ ռուսերեն ասյոլը էշ եւ այլն։ Նույնպիսի մի օրինակ է, ասենք, կավագործության, խեցեգործության ասպարեզից, օրինակ բրուտի անիվը, դուրգ, հայերենում դուրգ, պարզ է, որ հարևան ազգերը ծանոթ էին կավին, կավից իրենք պատրաստում էին ձեռքով շատ պարզ, պրիմիտիվ գործիքներ, բաժակներ, ամաններ եւ այլն, բայց երբ որ հայերը բրուտի անիվը հանում են հայկական լեռնաշխարհից, բառը գնում է գործիքի հետ, ուրեմն ընկալվում է մյուսների մոտ եւ պահպանվում է բառը, ոչ միայն բառը, այլ նաեւ նրա հետ բերող այդ ամբողջ նյութական արժեքը, որը մտնում է այդ ժողովուրդների ուրեմն գործնեության կենցաղի մեջ, այսինքն բրուտի անիվի վրա արդեն պատրաստված խեցեղենը, որը մի մեծ թռիչք էր այն որակից, այն ուրեմն հիմքից, որի վրա գտնվում էին մյուս ազգերը։ Եվ այդ թռիչքը այդ մարդկանց ստիպեց, որպեսզի նրանք հիշեն այդ դուրգ բառը, բրուտի անիվ, որը բնիկ հայերեն բառ լինելով տարածում է մյուս ազգերի մեջ եւ ստեղծում այն ընդհանուր դաշտը, որ այսօր նորից ընդեվրոպաբանները կոչում են ընդհանուր ընդեվրոպական արմատ։ Հայերենի մասին խոսելիս հաճախ պնդում են, թե բառերի մեծ մասը այս կամ այն ազգից փոխառություններ են։ Այդ գործընթացում իհարկե օրինակ են բերում պարսիկներին, բերում են շումերներին, ասորերեն, արամեերեն, հնդիկներ եւ այլն։ Այնպիսի մի տպավորություն է ստանում, թե Հայաստանը արիական ազգերի մեքքան է եղել, որտեղ բոլորի միակ նպատակը եղել է իր բառապաշարից հատկացումներ անել, որ այդտեղ ապրող չխոսող խեղճուկրակ ժողովուրդը այդ բառերը օգտագործեր իրար հետ հարաբերակցվելու։ Ընդ որում, չգիտես ինչու որևէ մեկի մտքով չի անցել, որ գուցե թե հակառակն է եղել։ Եվ տիպիկ օրինակ վերջերս ակադեմիայում մի բանասերի է լսում, լեզվաբանի, որը պնդում էր, թե Շուշանը եւ մի շարք այլ խոտաբույսեր եւ թփեր, ասենք մասուրը եւ այլն, մենք փոխ ենք առել շումերերենից։
Առնվազն տարօրինակ է այն փաստը, որ այդ մարդը գոնե տարական աշխարհագրություն կամ տարական բուսաբանություն չգիտի կամ չի հասկանում, որ կիսաանապատային այդ գոտում այդ բույսերը պարզապես չեն կարող աճել։ Նամանավանդ եթե հիշելու լինենք, որ հիմա ավելի ցուրտ է, քան շումերի գոյության ժամանակ այդ տարածքը, այդ բիոտոպը, այդ էկոհամակարգը, ապա առավել ևս այնտեղ ընդհանրապես այս բույսերը աճելու որևէ հնարավորություն չեն ունենա։ Իմ մոտ առնվազն մի 300 գոնե բուսատեսակների անուն կա, որ մեր լեզվաբանների պնդմամբ մենք փոխ ենք առել ինչ որ ազգերից եւ հրաշալի տեղեկացված են, որ այդ տեղամասերը, որտեղ ապրել են այդ ժողովուրդները, որոնցից մենք փոխ ենք առել այդ բառերը, պարզապես չեն ունեցել այդ բույսերը։ Ստացվում է, որ հայը վեր է կենում իր Հայաստան լեռնաշխարհից, գնում հասնում Շումեր, խնդրում պատակ մի շումերի, ասում է, գիտես, մենք ախր չգիտենք մեր իրերի անունները, չգիտենք մեր թփերի անունները, գուցե գազ, գուցե խորհուրդ տաս։ Դե շումերն են մեծահոգի մարդ է, այնպես, մանավանդ արամեացի, մանավանդ հնդիկը, հա։ Դեռ լավ իռլանդացիներին ու անգլիացիներին չեն կանչում մեզ բառեր նվիրելու։ Գալիս է Հայաստան, տեսնում է թուփ ու ասում է մասուր, եւ հայը անմիջապես վրան գրում է մասուր, եւ դրանից հետո հայերը մասուրին ասում են մասուր։ Առնվազն տարօրինակ է, չէ՞։